Իրանը մերժել է Միացյալ Նահանգների առաջարկած հրադադարի նախնական ծրագիրը միաժամանակ ներկայացնելով պատերազմի ավարտի սեփական պայմանները։ Հաղորդվում է, որ Թեհրանը հրաժարվել է Վաշինգտոնի ներկայացրած 15 կետից բաղկացած առաջարկից։ Իրանական աղբյուրների գնահատմամբ անդրամաբանական է բանակցել այն կողմի հետ, որը նախկինում խախտել է ձեռքբերված համաձայնությունները։ Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը ևս հերքել է Միացյալ Նահանգների հետ ընթացող բանակցությունների մասին տեղեկությունները, միաժամանակ հայտարարելով, որ Իրանի հակառակորդները տարածաշրջանի մեկ երկրի աջակցությամբ պատրաստվում են գրավել իրանական կղզիներից մեկը։ Նրա խոսքով ցանկացած նման քայլի դեպքում այդ երկրի կենսական ենթակառուցվածքները կդառնան անընդհատ հարվածների թիրախ։ Մինչդեռ Վաշինգտոնում հայտարարում են հակառակը։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը նշել է, որ ամերիկացի բանագնացներ Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները կապ են հաստատել իրանցի գործընկերների հետ։ Իսկ արդյունավետ բանակցությունների ֆոնին Միացյալ Նահանգները 5 օրով հետաձգել է Իրանի էներգետիկ ենթակառուցվածքների դեմ հնարավոր հարվածները։ Նշվում է, որ Պենտագոնը պատրաստվում է Մերձավոր Արևելք ուղարկել 82-րդ օդադեսանտային դիվիզիայի 2000 զինծառայող։ Այնուամենայնիվ ռազմական գործողությունները չեն դադարում։ Իրանական բանակը գիշերը նոր հարվածներ է հասցրել Իսրայելին եւ Պարսից ծոցի տարածաշրջանին, այդ թվում Քուվեյթի միջազգային օդանավակայանին։ Իրանական կողմը նաեւ հայտարարել է, որ բասիչ ուժերի զենիթային կրակով խոցվել է Միացյալ Նահանգների ռազմաօդային ուժերի F-18 կործանիչ։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին էլ հայտարարել է, որ Հորմուզի նեղուցով անցումը թույլատրվել է միայն բարեկամ երկրներին՝ Չինաստանին, Ռուսաստանին, Հնդկաստանին, Իրաքին եւ Պակիստանին։ Թեհրանը միաժամանակ հրապարակել է պատերազմի ավարտի իր 5 հիմնական պայմանները՝ ագրեսիայի ամբողջական դադարեցում, պատերազմի կրկնությունը բացառող հստակ երաշխիքներ, ռազմական վնասների փոխհատուցում, բոլոր ճակատներում ռազմական գործողությունների դադար եւ Իրանի ինքնիշխանության ճանաչում Հորմուզի նեղուցի նկատմամբ։ Իրանի զինված ուժերի ներկայացուցիչ Իբրահիմ Զոլֆաղարին էլ հայտարարել է, որ տարածաշրջանում Միացյալ Նահանգների բոլոր ռազմաբազաները ոչնչացված են, իսկ ամերիկացի զինվորականները լքել են դիրքերը եւ թաքնվում են ապաստարաններում։ Լարվածությունը տարածվում է նաեւ Լիբանանի ուղղությամբ։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է արել Իսրայելին դադարեցնել ռազմական գործողությունները երկրի տարածքում։ Միաժամանակ իրանական եւ լիբանանյան աղբյուրները հայտնում են, որ Հեզբոլահը հարվածներ է հասցրել Թել Ավիվի կենտրոնում գտնվող Իսրայելի պաշտպանության նախարարության գլխավոր գրասենյակին եւ ռազմական հետախուզության հետ կապված օբյեկտներին։ Իրանի ներսում Շիրազ քաղաքում էլ բնակելի թաղամասի վրա հարձակման հետևանքով զոհվել է 2 երեխա, եւս 2-ը վիրավորվել են։ Իրավիճակի ֆոնին Սպիտակ տունը հանդես է եկել կոշտ հայտարարությամբ։ Իրանական ռեժիմը փնտրում է պատերազմից դուրս գալու հնարավորություն։ Նախագահ Թրամփի ուլտիմատումներից հետո Իրանը հասկացել է, որ ցանկանում է բանակցել։ Մենք վարում ենք արդյունավետ բանակցություններ, որոնք արդեն հանգեցրել են Իրանի էներգետիկ օբյեկտների վրա հարձակումների հետաձգմանը։ Նախագահը միշտ նախընտրում է խաղաղությունը, սակայն եթե Իրանը չընդունի իրականությունը եւ շարունակի իր ընթացքը, նախագահ Թրամփը պատրաստ է ապահովել, որ Իրանը կրի ավելի ծանր հետևանքներ, քան երբևէ։ Դոնալդ Թրամփը չի բլեֆում։ Միևնույն ժամանակ իսրայելական աղբյուրները չեն բացառում, որ Միացյալ Նահանգների նախագահը կարող է արդեն առաջիկա օրերին հայտարարել Իրանի հետ հրադադարի մասին։ Սակայն հակասական հայտարարությունները, շարունակվող հարվածներն ու ռազմական ուժերի տեղաշարժը ցույց են տալիս, որ տարածաշրջանը շարունակում է մնալ լայնածավալ ռազմական էսկալացիայի վտանգի ներքո։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։